Նույն իրավիճակն էր այն առումով, որ նույնպես Մկրտիչ Սրբազանի մասով ամենայն դեպս վերաքննիչ դատարանը արձանագրել էր, որ տեղի ունեցել դատական սխալ, դա փաստաբաններն էին ասում, Արա Զորաբյանը իր ինչպես եւ Նարեկի դեպքում, արձանագրել էր, որ տեղի ունեցել դատական սխալ, ինչպես եւ Նարեկի դեպքում, արձանագրել էր, որ իրավունքները խախտվել են, բայց վերջում ասել էր կներեք, բայց ես չեմ կարող բեկանել, որովհետեւ գործը արդեն ուղարկվել է դատարան։ Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը մի նախադեպային որոշում էր մեղմ ասած տարօրինակ, որ այն դեպքերում, երբ գործն արդեն գտնվում է դատարանի քննության, արդեն ուղարկվել է դատարան, արդեն նույնիսկ չէ, կարող է դաժե վարույց ստանձնած չլինեն, ուղարկվել է հենց նախաքննությունն ավարտվեց, գործ ուղարկվեց դատարան, այդ պահից վերաքննիչ դատարանը զրկվում է իր լիազորությունները ամբողջությամբ իրականացնելուց։ Տենց է ստացվում։ Խոսքը ինչի մասին է, որ նույնիսկ եթե գտնում է վերաքննիչ դատարանը, որ ծայրահեղ ապօրինություն է տեղի ունեցել, որ այնուամենայնիվ պետք է ազատ արձակվեն, բայց վերաքննիչ դատարանի իր այդ կարևոր լիազորությունից ինքը զրկվում է։